Գյումրու ավականու հերթական նիստն այսօր չկայացավ, նիստին ներկա չէր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ամբողջ կազմով մեր քաղաքախմբակցության ավականու անդամներից մեկը տնային կալանքում է, իսկ Մայր Հայաստան խմբակցության ղեկավարի բնակարանում այսօր սկսվել են խուզարկություններ։ Արդյունքում նիստին ներկա են 16 ավականու անդամներ, այնինչ քվորում ապահովելու համար պետք է 17 հոգու մասնակցություն։ Սկզբում հայտարարվեց 30 րոպեանոց ընդմիջում, սակայն դա էլ չօգնեց նիստի կայացմանը։ Հնչեցին քաղաքական հայտարարություններ առ այն, որ այսպիսով կենտրոնական իշխանությունները նպատակային քայլերով փորձում են խաթարել Գյումրու ավականու եւ քաղաքապետարանի աշխատանքը, ստեղծելով ճգնաժամի տպավորություն։ Ճգնաժամը արհեստական է, շինովի է, չկա այդպիսի բան։ Մեր քաղաքախմբակցությունից նիստից բացակայում էր Արտակ Հովսեփյանը, ով տնային կալանքում է։ Մանդատից հրաժարվելու դիմումը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննելու էր հենց այսօր, որից հետո մանդատը կփոխանցվի Արա Հովսեփյանին։ Տեսականորեն այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել 17 հոգու մասնակցություն ու հրավիրել նաև ավականու արտահերթ նիստ գործնականորեն, սակայն դժվար է ասել։ Պետրոսյան Արան ընդամենը տեխնիկական գործընթաց է, գնում է վերցում է մանդատը եւ մանդատն արդեն Պետրոսյան Արայի ձեռքին է։ Մենք արդեն արտահերթ նիստով կամ հաջորդ հերթական նիստով կանենք։ Նիստից առաջ Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում էլ խուզարկություններ է իրականացվել, ինչը Սիմոնյանը կապեց քաղաքական գործընթացների հետ, նշելով, որ հենց նիստի օրը իր նկատմամբ իրականացված գործողությունները պատահական չի համարում։ Ես չկայի, Գրիգորյան Մարդունենց խմբակցությունից մեկը տնային կալանք է, հա։ Այսինքն մեկ հոգու չթողնելով նիստին, նիստը չէր կայանալու։ Փաստորեն հենց դրան էլ միտված էր։ Իր հերթին Գյումրու ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը պարզաբանել է, որ չի մասնակցել ավականու նիստին, նշելով մի շարք քաղաքական եւ բովանդակային պատճառներ։ Խմբակցության հայտարարության համաձայն նիստին չմասնակցելու պատճառներից մեկը իրենց կողմից ներկայացված սուբվենցիոն ծրագրերի առաջարկների մերժումն ու օրակարգում չներառելու գործելավոճն է։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը նաեւ նշել է, որ վերջին բացահայտումների եւ հանրության շրջանում ձևավորված ընկալումների ֆոնին Գյումրու կառավարումը ստանձնած քաղաքական ուժերը վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտանգությանն ու ինքնիշխանությանը եւ նման պայմաններում ակնկալել, որ նրանք կարող են արդյունավետ կառավարում իրականացնել, միամտություն կլինի։ Խմբակցությունը նաեւ հիշեցրել է, որ հունիսի 7-ի ընտրություններում գյումրեցիներն արդեն տվել են իրենց քաղաքական գնահատականը, միաժամանակ ընդգծելով, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների ավելի քան 50%-ը։ Գյումրու եւ գյումրեցու շահերն արհամարող Գյումրին փաստացի ճգնաժամի առաջ կանգնեցրած ուժերը պետք է հեռանան, ասված է խմբակցության հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գյումրիում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Այդ ֆոնին ավականու նիստերի շուրջ ստեղծված իրավիճակը քաղաքային իշխանության ներկայացուցիչները դիտարկում են որպես քաղաքական գործընթացների շարունակություն եւ արտահերթ ընտրությունների նախապատրաստման փորձ։ Թե արդյոք առաջիկայում կկայանա արտահերթ նիստ եւ կհաջողվի խուսափել ավականու աշխատանքի նոր խափանումներից, պարզ կդառնա մոտ օրերս, սակայն արդեն ակնհայտ է, որ Գյումրու քաղաքական կյանքում լարվածությունը շարունակում է աճել։ Նշենք նաեւ, որ Գյումրու ավականու հերթական երկրորդ նիստի չկայացման դեպքում ավականին լուծարվում է։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։